Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկման ժամանակ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները բավականին քննադատության արժանացան, ինչ անենք 3000 եզդի է սպանվել, նման արտահայտություններ ինչ որ արվել, սակայն Գուրգեն Արսենյանի գրասենյակը պատասխանել է, որ նման արտահայտություն ինքը չի արել, տեսանյութում էլ այդ արտահայտությունը չկա եւ շահարկում են ընդամենը։ Նախ սկսեմ սկզբից, որ զեկուցող այդ հարցով զեկուցում էր Տիկին Նաիրա Զոհրաբյանը, եւ երբ որ խոսակցություն գնաց նրա մասին, այսինքն որ ՄԱԿ-ը այդ առումով զեկույց է գրել եւ նշել է, որ կան եղել են 3 առաջին օրին սպանվել են 3000 եզդիներ, դրա այդ զեկույցի ավարտից հետո Արսենյան Գուրգենը արձագանք արեց, ես ինքս տեղում եմ եղել եւ հենց այդ խոսքը, որ ինչ անենք 3000 եզդի սպանվել են։ Այսինքն ես ինքս տեսանյութը ես եմ նկարել, իմ համար անսպասելի էր այդ ասվածը եւ դրանից հետո սկսել եմ իր խոսքի շարունակությունը նկարել։ Իր խոսքը հենց կոնկրետ այդ խոսքի իհարկե տեսանյութում չկա, որովհետեւ բոլորի համար էր անսպասելի իր ասվածը, հետո արձագանքներ եղան իր նախորդ մտքերին, որովհետեւ ինքը ասում էր, որ տեսանյութում արդեն իսկ հստակ է իր խոսքի շարունակությունը, որ ասենք Իրաքում 1 միլիոն եզդի հայտնվել է անհարմար իրավիճակում, այդ ամեն ինչը իր համար անհարմար է փաստորեն, ոչ թե ցեղասպանությունը, ոչ թե կոտորածը, ոչ թե մարդկության դեմ հանցագործությունը, ասում եմ 1 միլիոն եզդիներ իրենց երկրում կատարվող փոփոխությունների արդյունքում հայտնվել են անհարմար, այսպես արտահայտությունով ասած, անհարմար իրավիճակում եւ դրա հետևանքով սպանվել է 20000, ասենք եզդի, 20-25000 եզդի, այս իր խոսքի շարունակությունն է։ Տրամաբանությունը գալիս է նորից ինչ անենք, ինչու պետք է Հայաստանը պատասխանատվություն վերցնի իր վրա, եւ որ եթե Հայաստանը դատապարտի եզդերի ցեղասպանությունը, ապա իսլամական պետությունը, այդ Դաիշը, այդ հանցավոր խմբավորումը կարող է նաեւ Հայաստանի դեմ գործողություններ անել։ Ինձ համար, տեսեք, այդ գրասենյակի տարածած հայտարարությունը անհասկանալի է եւ սպասելի է, նորմալ է, որ պետք է իրենք ասեն, որ նման բան չի եղել։ Ասենք աննորմալ կլիներ, որ ասեին եղել է նման բան եւ ներողություն խնդրեին Հայաստանի պարագայում եւ դուք հիշում եք, որ նույն բանը, երբ որ Մանվել Բադյաններ լրագրողների ներկայությամբ հայտարարել, երբ որ չկա տեսանյութ, իրանք շատ վստահ են հերքում, հա, Մանվել Բադյանն էլ էր ասում, ես նման բան չեմ ասել, լրագրողները խեղաթյուրել են։ Այսինքն սպասելի է, ես այդ հրապարակում անելուց առաջ մենք երկար մտածել ենք եւ որոշում ենք կայացրել հրապարակել, որովհետև անհրաժեշտ են գտել, իհարկե հաշվի առնելով, որ կլինեն նման հարձակումներ, շահարկումներ, որ մենք կեղծում ենք իրականությունը, բայց դա իրենց խնդիրն է եւ իրենք իրենց առաջ պետք է պատասխանատվություն կրեն եւ արդարության առաջ։ Ինչ վերաբերում է հայտարարության մեջ ասած, որ անհայտ կայք ինչ-որ դիտողականություն ապահովելու համար հրապարակել է կեղծ տեղեկատվություն, սա էլ ուղղակի իրավիճակին չտիրապետելու արդյունք է, որովհետև կայքը Denge.com-ը, որը թարգմանաբար եզդիների ձայն, կայքը արդեն 2013 թվականից գործում է, մենք տարբեր, ասենք, դա համայնքային էլեկտրոնային խոսափողը ինչ-որ առումով դարձել, այդտեղ կարող է գտնել եզդիների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ, թե ավանդույթների, թե առօրյա կենցաղային մարդկանց կենցաղի վերաբերյալ տեղեկատվություն, թե միջազգային մամուլում հայտնված տեղեկություններ եզդիների մասին։ Կայքի 3 տարի է գործում է, այլ բան է, որ իրանք այդ կայքի անունը իրենց համար անհայտ է, նորմալ է, որ անհայտ է, այլ բան է, որ իրենց չի հետաքրքրել տեսնել այդ կայքը ինչքան ժամանակ է գործում, բայց իրենց հայտարարությունը դա ուղղակի իրենց պարագայում նորմալ հայտարարություն է, որը պետք է արվեր իրենց կողմից։ Դուք ասացիք, որ այդ հատվածը չեք կարողացել ֆիքսել, որովհետև անակնկալ հայտարարություն է ձեզ համար եղել, չէիք սպասում, պատգամավորներ եղել են, որ լսել են, արձագանքել են կամ տեղում։ Դե տեսեք, արձագանքը եղել է իր մտքի շարունակություն, ինքը երկար ելույթ է ունեցել, իր մտքի շարունակությունն է արձագանք եղել, երբ որ Ալիկը Արզումանյան եւ Նաիրա Զոհրաբյան արձագանքել են եւ ասել են, որ անգամ մեկ մարդու սպանությունը, որը արվել է իր ազգային կամ կրոնական պատկանելիության համար եւ նպատակ է հետապնդել այդ խմբի ոչնչացման, դա կարող է որակվել ցեղասպանություն, այսինքն Գուրգեն Արսենյանը ասում էր, որ 20000 մարդու սպանությունը այն քանակը չի, որը պետք է որակել ցեղասպանություն։ Ասում էր, ցեղասպանության ֆորմուլայի մեջ չի տեղավորվում, չգիտեմ այդ ֆորմուլան իրեն ով է տվել,
Եվ այդ խոսքին արձագանքողներ եղել են։ Հետո նորից այդ ընթացքում իր կողմից եղել են ռեպլիկներ, երբ որ շատ ակտիվ քննարկում էր տեղի ունենում, եղել են ռեպլիկներ, որ Հայաստանը չպետք է հումանիստ ձևանա եւ ինչ որ ուրիշների խնդիրների համար մտնի պատասխանատվության տակ, հա։ Այս մակարդակի բաներ եղել են, մեկնաբանություններ եղել են, բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր ֆոնը իհարկե դրական էր քննարկումների, շատ ողջունելի էր հանրապետական Շիրակ Թորոսյանի զեկույցը, ինքը հարակից զեկույցով էր, ինքը շատ օբյեկտիվ իրականության մեջ օբյեկտիվ գնահատական տվեց, խոսեց այս նախագծի ընդունման անհրաժեշտության մասին եւ նաեւ կարեւորության մասին, որ Հայաստանը որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի երկիր, հա, պետք է եւ նաեւ պարտավոր է ունի բարոյական պարտք աշխարհում տեղ ունեցող նման երևույթները դատապարտելու եւ դրանց մասին բարձրաձայնելու շատ գովելի զեկույցեր եւ արձագանքեր մյուս առումներով իհարկե դրական էր քննարկումը ես չեմ կարող ասել որ բացասական բան երանգներ են եղել Գուրգեն Արսենյանի հայտարարությունն է եղել, որը ես կարծում եմ որ որակական ինչ-որ ազդեցություն չի ունենա։ Ընդհանուր առմամբ նշվում է, որ չի ասվում, որ ելույթ է ունեցել, հա, որպես այսինչ խմբակցության պատգամավոր։ Տեսեք, դրան էլ արձագանք եմ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ ես եւս հանդիսանում եմ, եւ կուսակցությունում չկա նման տեսակետ, դա վստահաբար կարող եմ ասել։ Ինքը խմբակցության անդամ է, նորմալ է, իր տեսակետ ունի, սխալ տեսակետ է, բայց ինքը կուսակցության տեսակետ արտահայտող չէ։ Մյուս կողմից էլ իմ համար, ինձ համար կոնկրետ մեր կազմակերպության համար որևէ նշանակություն չունի, թե կոնկրետ սխալ ոչ իրավական կամ հակաեզդիական հայտարարություն ով է անում, ինչ կուսակցությունից կամ ինչ խմբակցությունից, հա։ Ինքը այս դեպքում իր կուսակցությունն ունի, ԲՀԿ խմբակցությունից է ազգային ժողովը։ Բայց դա իր խնդիրն է, դա որևէ բան չի փոխում իրականության մեջ։ Եվ նաև իմ կողմից չի փոխում, ինձ չի ստիպում իր ԲՀԿ խմբակցության անդամ լինելը, ինձ չի ստիպում չասել ճշմարտությունը։ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զորաբյանը եւ մի քանի այլ կուսակցականներ, ինչպես նաև Ժառանգությունից Թևան Պողոսյանը ներկայացրել են այս նախագիծը, այսինքն նախագիծը իրենցն է, ԲՀԿ կուսակցության ղեկավարն է եւ իր գործընկերներին է։ Այսքանից հետո ասել, որ այդ կուսակցությունում կարող են լինել նման տրամադրություններ, կարծում տեղին չէ։ Ընդհանուր առմամբ Հայաստանը այս նախագիծը երբ պետք է ընդունել ըստ, որովհետեւ որոշակի առումով նաեւ ուշացած եք համարում, այսինքն եզդիական համայնք ուշացած է համարում, որովհետեւ ՄԱԿ-ում բանաձև եղավ, հա, Կանադան ընդունեց։ Տեսեք, եղել են տարբեր արձագանքներ, Եվրոմիության Եվրոպարլամենտն էլ արձագանքել եւ այսպես տարբեր արձագանքներ են եղել։ Հայաստանի բարագայում ես կարծում չեմ ասի ուշացած է, չեմ ասի շատ շուտ է, ուղղակի հենց այս ժամանակը հարմար եղավ։ Եղել են նաեւ նախկինում փորձեր, որ իրականացվի, նաեւ առաջ մղվեց նախագիծը, հետ երկար քննարկումներ եղան, ինչ-որ խոչընդոտներ կային, եւ հետո այս տարվա սկզբին Նաիրա Զորաբյանը եւ իր գործընկերների նախաձեռնությամբ դա մտցվեց ազգային ժողովի շրջանառության մեջ դրվեց նախագիծը։ Ես կարծում եմ, եթե ընդունվի նորմալ է, ուղղակի այս պարագայում կարծում շատ կարևոր է, որ ձևակերպումների մեջ չվախենան խիստ լինել, խիստ բայց արդարացի լինել, որտեղ այնտեղ առաջարկներ կա, որ չասենք սա ցեղասպանություն է, այլ ասենք, որ ցեղասպան քաղաքականություն է, քանի որ ցեղասպանություն կարող են իրականացնել միայն պետությունները, ես կարծում սա ինչ որ առումով մոլորություն է, որովհետև ՄԱԿ-ի ցեղասպանությունների մասին կոնվենցիան ասում է հստակ, որ ցեղասպանություն կարող են իրականացնել ոչ միայն պետությունները, մի խումբը մեկ այլ խմբի նկատմամբ եւս կարող է ցեղասպանություն իրականացնել, եւ հետո աֆրիկյան մի քանի երկրներում եղել են ցեղասպանության դեպքեր, որոնք, ասենք, մուսուլմանական ինչ-որ խմբերը քրիստոնյա հավատացյալ զանգվածի նկատմամբ նման գործողություններ են իրականացրել եւ դա որակվել է նաեւ որպես ցեղասպանություն։ Այս առումով կարծում կարեւոր չէ որ պետությունը չի իրականացնում, բայց եթե խորանանք, թե ովքեր են աջակցում Դաեշին, իսլամական պետությունը այդ խմբավորմանը, այստեղ կարելի է նաեւ այդ ձևակերպումը տալ, որ պետություններն են իրականացնում, որովհետեւ իրականության մեջ այդ խմբավորումը չուներ այնքան ռեսուրսներ այդ գործողությունները իրականացնելու։ Եթե խորանանք Հիմա եթե խորանում ենք, Հայաստանի շահերը ինչ-որ առումով կարող են վնասվել։ Դրա համար ավելի լավ է կարծում նախագիծը այս տեսքով թողնել
չխորանալ, հենց այդ իրենց մտահոգություններից ելնելով, որ Հայաստանը վտանգի տակ չհայտնվի, որտեղ խորանալու դեպքում մենք ստիպված ենք բացել փակագծերը եւ ներկայացնել բոլոր այն պետություններին, որոնք աջակցում են, չէ, իսլամական պետությունը այդ խմբավորմանը։ Այդ պետությունները հայտնի են եւ այդ պետությունների թվում ոչ միայն Թուրքիան է։ Կան նաև այլ պետություններ, կա Իրաքյան Քուրդիստանը, որը ինքնավարության ստատուս ունի, մեղավորություն ունի նաև Իրաքը որպես պետություն, մեղավորություն ունի, եթե շատ խորանանք նաև արևմտյան որոշ պետություններ, չէ, այսինքն այս խորանալը մեծ պետք չի միանշանակ, որովհետև եկեք ձևակերպումը տանք գնահատ այդ միանշանակ ՄԱԿ-ի բանաձևը կա, դա որակվել է որպես ցեղասպանություն, այսինքն եթե Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է եւ իրենք գտնում են, որ ՄԱԿ-ում այդ որոշումը կայացնողները պրոֆեսիոնալներ են եւ այսքանից հետո ասել, որ գիտեք ինչ, մենք կարծում ենք, որ եթե որևէ խմբավորում, որը պետություն չէ, իրականացնելու նման գործողություններ, դա ցեղասպանություն չէ, կարծում եմ տեղին չէ։ Վերադառնալով Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, եզդիական համայնքը ինչ քայլեր է ձեռնարկելու, Մանվել Բադարյանի դեպքում ներողություն էիք, չէ, պահանջում։ Գիտեք, ի վերջո չխնդրեց ներողություն։ Ես չգիտեմ, գուցե մարդիկ ինչ-որ բաներ նախաձեռնեն, ես ինքս որևէ այս բանի նախաձեռնություն չկա։ Ես կարծում եմ հանրությանը տեղեկացնելը շատ ավելի կարևոր քայլ է։ Մենք տեղեկացրեցինք հանրությանը, երեկվանից Գուրգեն Արսենյանը իր հասցեին լսում է օբյեկտիվ գնահատականներ եւ իր բոլոր աշխատակիցները այս բային լծված են այդ կարծիքների տակ կոմենտներ գրելով, բայց չի ստացվում, որովհետեւ կարծիքները այնքան շատ են, ինքը իր գրասենյակում կարծում եմ այդքան աշխատակիցներ չկան, որ հասցնեն։ Սա կարծում եմ իրենց թափեցնող քայլ էր։ Մնացածը գիտեք պետք է ուղղակի իրավիճակի խորացում է, որովհետև ընդհանուր ֆոնը դրական է, կարծում պետք չի միայն Գուրգեն Արսենյանով ինչ որ ազգային ժողովի վարկը իջեցնել, այս առումով ինքը իր ասած արտահայտության պատասխանը ստացավ հանրության կողմից։ Եթե մարդը հայտարարություն է տարածել, որ նման բան չի եղել եւ կեղծում են, պարզը որ ներողություն չի խնդրելու, չէ՞։ Սա արդեն պարզ է, դրա համար ուղղակի ժամանակ ծախսել է Գուրգեն Արսենյանի վրա, կարծում անիմաստ է, որովհետեւ այդ ժամանակը կարելի է շատ ավելի օգտակար ծախսել եւ ավելի կարևոր գործերով զբաղվել, իսկ Գուրգեն Արսենյանը, այսպես ասած, իր պատիժը ստացավ։